Ադամյան, դուք հացադուլ եք սկսել, որն է պատճառը։ Պատճառը Գյումրու միակ մնացած կինոթատրոնն է, որի վրա ուզում են երրորդ հարկ կառուցել, եւ պայքարը դրան է ուղղված, որպեսզի թույլ չտանք նմանատիպ ապագանեն այս շենքը, եւ խնդիրը սրա մեջ է, որ թույլ չտանք երրորդ հարկ կառուցել եւ շենքը ապագանել ընդհանրապես։ Ով է ուզում երրորդ հարկ կառուցել։ Շենքի սեփականատեր Արման Սահակյան, իր գլխավոր հովանավորը կամ պատրոնաժը դիք Սարիկ Մինասյանն է, ում իշխանության գալու հիմնական նպատակը սկին օկտեմբերի վրա երրորդ հարկ գտնելն է, то есть Արման Սահակյանի բոլոր ինչ որ պրոյեկտներ ուներ, որ նախկինում թույլ չէին տալիս, Սարիկը գալիս է միայն Արման Սահակյանի շահերը սպասարկելու, ոչ թե քաղաքի շահերը սպասարկելու։ Քանի օր է որ հացադուլ եք հայտարարել։ Առաջի օրն է 3 փորձեցի, բայց թույլ չտվեցին հետեւյալ ձևաչափով քաղաքացիական պայմանագրի կողմից ոտնձգություններ կա, պրովոկացիաներ կատարվեցին, ոստիկանությունը հորդորեց, որ անձիս անվտանգությունից ելնելով դադարեցնեմ, բայց այսօր նորից սկսելու եմ եւ այսօր չեմ գնալու այստեղ։ Երեք այստեղ նաև պլակատ կար, բաներ, վրան գրված։ Պրովոկացիայի ընթացքում այդ պլակատը կակրած պատրին, որ պլակատը չլիներ, հիմա նորն ենք պատվիրել, շուտով կլինի նորը։ Խոսում էին, որ ձեզ ոստիկանական բաժին են հրավիրել։ Հա, պրոստը հիմա անվտանգությունից ելնելուց էին հրավիրել, ու ձևաչափը պես եղավ, որ անվտանգությունից ելնելու, որ նախընտրական պրոցեսները կարող է պրովոկացիա լինել եւ ոստիկանությունը այս պահին հորդորեց չանել, որովհետեւ չի կարողանա իմ անձիս անվտանգությունն ապահովել, ըստ բաններ է, ոչ թե բերման եմ ենթարկվել, այլ այսպես ասենք խոսացել ենք ոչ թե։ Արման Սահակյանը կամ Սարիկ Մինասյանը ձեզ այցելել են։ Չէ, Սարիկը չի կարող ինձ այցելել, Սարիկը ընդհանրապես խոսալու հնարավորություն չունի, որտեղ մի կենկան սուտ է խոսացոր, ես իր այդ խոսալու ոչ մի տես չունեմ, էլի։ Չկա իր այդ ոչ մի եզրեր զրուցելու կամ ինչ-որ բաներ գտնելու։ Այս մարդն եկել է այս քաղաքը մենակ տանելու դեպի Արման, իսկ Արմանը իշքան գիտեմ հասած տեղեկություններով արտադրություններ, շուտով կունենամ սեփական քաղաք։ Այս խնդիրը սրա մեջ է, որ չի կարելի թողնել այս մարդկանց կալև քաղաքն ավիրել։ 9 տեխնատուներից ոչ մեկ այսքան ագրեսիվություն չի մտցնում ընտրությունները, ինչքան որ քաղաքացիական պայմանագիրն է մտցնում։ Բարիս բուն իմաստով ագրեսիան լրիվ իրենց կողմից է դրսևորվում, վիրավորանք, սկզբից վիրավորում են, հետո երբ որ հակառակորդները պատասխանում են, բողոքում են, որ վայ, ես ինչ եք անում, խի եք տանում դեպի ցնցումներ, բայց հիմնականում եթե վերցնենք մինչև դեռևս Քարոզ արշավը, իրանց անգամ մամլոք քարտուղարները վիրավորանքի խոսքերի վրա են կառուցել ամեն ինչ։ Մինչև առ այսօր, то есть իրանք կվիրավորեն, պատասխանը կստանան, սա աբսուրդ իրավիճակ է, էլի։